Ծանոթացնեմ ձեզ, լսել եք երկերս վստահ եմ, բայց ես զավակն եմ Պատմական Հայաստանի ծնված Զեյթունցի Եսայի Ամբուկյանի և մորս Ծաղիկ Շահակյանի ընտանիքում երբ ծնողներս 1946-ին հայտնվի հայրենիք ներգաղթին, եկել են հայրենիք ապրելուց, իսկ ծնվել եմ Երևանում այստեղ։ Սովորել եմ Նորաշի համար 43 միջնակարգ դպրոցում, որի ավարտելուց հետո սովորել եմ Փալես Տեր-Նեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ավարտելուց հետո պատիվն եմ ունեցել ուսանելու մեր սիրելի բանաստեղծող Սիլվա Կապուտոկյանի որդու Արայիկ Շիրազի հետ միասին գեղարվեստական ինստիտուտում։ Բայց գիտեք, ճարտարագիրը տարբեր է վերաբերում տարբեր մարդկանց հետ և ես այդ ժամանակ գիտար նվագում էի և երգում էի և ունեինք Երևանում ակումբ ունենք համարյա կուլտուրայի տուն, այդ կուլտուրայի տան նվագախումբ հիմնեցինք 1967-68 թվականին Երևանի վոկալ-գործիքային անսամբլ, սիրեցի երգել և մահացավ այստեղ Երևանում, հայրս այստեղ է թաղված, ես մորս հետ մեկնեցինք Լիբանան, որից հետո Միացյալ Նահանգներ։ Արդեն 50 տարի է ես ապրում եմ Միացյալ Նահանգներում և քանդակ չեմ կարող անել, որտեվ սկսեցի երգել, տեսա որ ժողովուրդը սկսավ գնահատել, ձայնագրությունները սկսավ վաճառվել և կամատ է ագամա դարձա երգիչ և 50 տարի է ես ձայնագրություններ եմ անել, շատ երգեր ունեմ մեր արգաջան Սիլվա Կապուտոկյանի բարերով գրված, մեծագույն բանաստեղծություններից Սիլվա Կապուտոկյանը և ինքան հապարտ եմ, ինքան ուրախ եմ իր ոչ եղած ժամանակ առիթը ունեցել եմ մեկ-երկու անգամ հանդիպել ինձ հետ, բայց այս հատերը, որ ինձ համար շատ հատկանշական է և շատ կարևոր է, ունենք որ մի քիչ ուզված եմ ես կտեկեք դրա համար, պատերի մեջ ինքան հիշատակներ կան, ինչ բանալցածություններ են գրվել ես պատերի մեջ, որ ձեզանից որից է մեկին կարա պատի մերի առաջին է իմ, ես մի հատ երգ եմ երգել, այդ երգ եմ երգել, գաջերս կեզ որանեն, ես կպագեմ ու թողերով, որ աշխարում կեզ չտեսնեմ, որ աշխարում կեզ չտեսնեմ, և խենդ լեզուս անունը տա, որ աշխարում կեզ չտեսնեմ, որ աշխարում կեզ չտեսնեմ, երբ խենդ լեզուս անունը տա, ես կսեղմեմ ատամներով, որ անունից չշշնջա, շատ աժելի է, որ դուք ձեր ժամանակից առիթ գտնում եք, ոչ թե միայն մենք շատ գրողներ ունենք, կանացածներ ունենք, գիտնականներ ունենք, ես անպայման կուզենամ, որ այդտեղ գնանք, որ չկտրվենք մեր պոեզիայից, մենք 4000 տարվա պոեզիա ունենք երևի մենք, բանաստեղծություն, երգ, երաժշտություն, գիտական աստվածություններ գնացեք, որ կարողանանք Սիլվային Արիվանի մատիկ դառնանք մենք բոլորս, ես շատ ուրախ եմ իրան։ Ես իրոք ողջունում եմ բոլորիդ, անկապ ուրախ եմ, որ անսպասելիորեն այդպես շատ աշակերտներ կան այստեղ, ինչու անսպասելիորեն, որովհետև նախ մենք չէինք նշել, որ հյուր ունենք այդպիսի նշանավոր, և պատկերացնում եմ երեխաներ ձեր զգացումները, ձեր
էմոցիաները, ես վստահ եմ, որ դուք շատ երկար հիշելու եք այս օրը, քանի որ Սիլվայի տանը հանդիպել եք Հարութին։ Սա կարծում եմ երկու մեծությունների հանդիպման վայրն է, որի ականատեսն ենք մենք բոլորս, եւ երբ արդեն դուք մեծ մարդիկ կլինեք, հասակավոր մարդիկ կլինեք, շատ տպավորված հիշողություններ կունենաք։ Ճիշտ նշեց պարոն Հարութը, որ այստեղ պատերի մեջ շատ հիշողություններ կան եւ շատ նշանավոր մարդիկ են այստեղ եկել, այստեղ են ստեղծվել են հրաշալի բանաստեղծությունները, որոնց հետքերով հիմա դուք այստեղ եք։ Եվ ուզում եմ, որ հաճախ լինեք այստեղ, որովհետև այստեղ ապրում են Սիլվա Կապուտիկյանի հիշողությունները եւ այստեղի հյուրերն են Կապուտիկյանի ընկերները եւ տղաների համակուրսեցիները։ Տղաներն կա էր քանդարկով Տիկին Խոջամիրյան։ Սա գիրքն է սիրելի երեխաներ օրերի հետ, Սիլվա Կապուտիկյանից հետո Հայաստանում ինչքան երևելի մարդ կար հուշեր դրեց Սիլվա Կապուտիկյանի մասին, ուզենամ, որ երկրորդ հատորը դեզանություն, եթե դուք Արայի Կապուտիկյանի մասին հուշեր գրեիք, մենք ուրախ կլինենք։ Սա նույնպես միանում է նվերների, խոսքի որդու բանաստեղծությունն է, սիրելի երեխաներ, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Եվ եւս Սիփան Շիրազյանն արդյոք լսել եք, գիտեք երեխաներ։ Զարդը Հարություն Համբուկյանը բերութահայր հայրենադարձի զավակ, իսկ յուրօրինակ ձայնով ու ձախլիկ։ Այդ երիտասարդն արժանացության ամենասիրված և ճանաչված երգիչներից մեկը Հարություն Համբուկյանն է կամ Ձախ Հարութը։ Ներկայացումից առաջ տեղի ունեցավ մի զվարճալի միջադեպ, որի մասին թերևս արժե պատմել։ Հավաքված բազմաթիվ խմբեր թատրոնի ճեմասրահում սպասում էին իրենց հերթական ելույթին։ Դրանց մեջ էր նաև հոկտեմբերյանի այժմ առնավիր Պահածոների գործանի ժողովրդական գործիքների համույթը։ Հարութը խմբի մեջ ուդահարի տեսավ, Ութ գործիք Արևելցու ոգին խոսեց նրա մեջ, մոտեցավ ու իր շեշտված աղբարական ակցենտով ասաց. «Ախպեր ջան, ուդդ կտաս մի հատ նվագել»։ Ուտիները սիրով գործիքը մեկնեց նրան։ Հարութը վերցրեց եւ իր սովորությամբ բռնեց հակառակ կողմը։ Ուդահարը արհամարական ժպիտը երեսին ասաց. «Արա հետ դուրե գործիքը, դու ըսկի բռնել էլ չգիտես»։ Չգիտեմ, հանգիստ ասաց Հարութը, ես ձախլիկ եմ։ Ուդահարի աչքերը չռվեցին, «Յա, ոնց է ձախլիկ ես, բա այդ ոնց ես նվագելու»։ «Հիմա կնվագեմ կտեսնես», պատասխանեց Հարութը ու մի երկու անգամ ծնծնգացնելու ավելացրեց. «Էս գործիքը լարված էլ չի»։ Ոչ մեկը զայն չհանեցինք։ Այս տարօրինակ երկխոսությունը լսում էին նաև համույթի մյուս անդամները։ Հարութն իր արտակարգ լսողությամբ վարեց գործիքը ու սկսեց մեղմ ծորուն արևելյան մեղեդի նվագել։ Ուդահարն ապշած նայում էր։
աստիճանաբար ժողգործիկների համույթի նախ վարային, ապա եւ փողային երաժիշտները շրջապատեցին Հարութին եւ սկսեցին դամ պահել։ Այսինքն համերգը գրիվ տեղափոխվել է ներշնչել։ Այս համապատրաստից համերգը դեռ երկար կտևեր, եթե հանկարծակի դահլիճի դռները չբացվեին եւ այնտեղ չհայտնվեր հանձնաժողովի նախագահ ռեժիսոր Կիմ Արզումանյանը ողջ կազմի հետ միասին։ Նրանից հետևից լուրջ ծիգրակում էր Կարպիսը, այսինքն այո, սա ինչ նոր կոնկուրս է ֆոյեում, զայրացած ասեց Կիմ Արզումանյանը, ապա ճանաչելով մեզ դարձավ Կարպիսին, ահ Կարպիս, էլի քո խմբի օիններն են։ Մինչև խեղճ Կարպիսը մի բան էր մտածում արդարանալու համար, Հարութը հանգիստ պատասխանեց, բան չկա անգիր Արզումանյան, կներեք, օգնում էինք, որ գործիքները լարել։ Ես այդ օրը հիշում եմ, բայց ինքը գրագետ ծվիգի ներկայացնել։ Կարող է մեկը դետը այս պատմի կարող է այդ ուշադրությամբ չլսել։ Թե աչերս քեզ որոնեն Ես կփակեմ մուտքով վերով Որ աշխարհում քեզ չտեսնեն Այսօրվա վիճակով Էրժանին եմ զգացել Ես շատ ուրախ եմ, շատ զգացված, շատ Ես կավորված բարի շատակները վիզգավ ու սայմ տեղիդի էլի իմ հանդերում շատ եմ կապից ամեն անգամ Որ անունից չշշնջա Ով է սուսում, միասին, երեխեքը շուտի մեջ են, Սրտիս խոսքը